Ժողովրդական քանի որ ես վերջերս էլի բավական շատ եք հարցնում, բայց ինչ ընտրել, որն է ճիշտը, որն է լավը։ BYD Siline 06 Pilot Plus ամենաֆուլ էլեկտրականը, թե Deepal S07 630 Ultra ամենաֆուլ էլեկտրականը։ Հիմա փորձեմ ես դժվար հարցին, փորձեմ պատասխանեմ, ինչու դժվար է, որովհետև այդ երկու մեքենաները լավն են։ Ու երկուսն են նույն արժեքը ունեն, այսօրվա դրությամբ 27-ից 27.5-ի մեջ են տատանվում, հունիսի 27-ն կվոտայից օգտվելու պարագայում, բայց Siline 06 գտնելը շատ ավելի դժվար է, քան Deepal S07 էլեկտրականը։ Չնայած դա դժվար գտնել, հիբրիդը շատ ավելի հեշտ է, մի խոսքով երկուսն դժվար են ճարվում։ Մինչ սկսելը, խնդրեմ ձեզ, անպայման գիտեք իմ արած հոլովակները, այս քցողների մասին, Electromobile AM-ի ու ABC Group-ի մասին կամ Jaffa AM-ի մասին, մի խոսքով Արա Խաչատրյանների մասին, որտեղ որ ես փաստեր ապացուցում որ իրանք քցող են, իրանց վրա հարուցված արդեն 4 քրեական գործ, 4։ Անխնա տարածեք, այս քցողների մասին, այս խափեբաների մասին պետք է իմանան բոլորը։ 1.360.000 դիտում ունի արդեն իմ այս երկու հոլովակը իրանց մասին, այդ դիտումները պետք է դառնան 3 միլիոն ու բոլորը պետք է իմանան այս քցողների մասին ու իրանցից առևտուր չանան։ Ուրեմն Deepal S07-ի առավելությունները հենց աչք մտնող իր հզորությունն է, ու երկուսն է հետևի քաշակ են, ոնց արդեն պետք է լինեն, հենց թույմատություն սուպուսի պես արշավի չն էլի, որ նավ է այդ ավտոն, ու արտադրությունից արդեն հանվել է։ Deepal S07-ը 272 ձիաուժ է, բավական հզոր է, Siline 06-ը 200 քառինգ է, այդքան հզոր չի, հազիճում հզորությամբ։ Արտաքին դիզայնով իհարկե Deepal-ը Siline 06-ին ցբխումա պատերով, sense ուղղակի sense ցբխումա, դա իտալական Թուրինում իտալական դիզայներների կողմից նախագծված մեքենա է, ու դա զռում է, Lamborghini Urus-ին են շատերը այս մեքենան նմանացնում, չնայած շամ նմանացնում, համարում ինքնուրույն ստացված արտաքին դիզայն։ Համենայնդեպս դիզայնի առումով Wolfgang Egerjan ցբխելա Siline 06-ին պատերով ամենագեշ ավտոնա Siline 06-ը BYD-ի մեջ առհասարակ։ Դրա համար չգիտեմ, ինչքան էլ վաուտ դիսպլեյ չունենա Deepal S7-ը, ես կընտրեի Deepal S7 զուտ դիզայնի համար, որտեղ իմ համար առաջին դիզայնն է։ Մի խոսքով Deepal-ի առավելությունները դիզայն, հզորություն։ BYD Siline 06-ի առավելությունները այդ մեքենան համեկեք կառավարելիությունը Deepal-ի մոտ շատ ավելի լավն է, քան Siline 06-ի մոտ։ Siline 06-ը էլի ճոճո ունի, այդ նավի էֆեկտը էլի ունի, եթե համատում ենք։ Բայց Siline 06-ը շատ ավելի փափուկ է, Deepal-ը 4-րդ ավտո է։ Siline 06-ը 2-ից 3 անգամ Deepal-ից փափուկ է, դա էլի մեծ առավելություն է, փափուկություն, կոմֆորտ սիրող մարդկանց համար։ Ինքը լավ փափուկ, ինքը ամենափափուկ մեքենան է այդ գնային սեգմենտի ավելի ճիշտ։ Toyota BZ 3-ը փափուկ, Geely-ը փափուկ, մի խոսքով ամենափափուկ ավտոն է, բոլորը դա կփաստեն, իրոք փափկությամբ վերջն է, եւ այդ ավտոյի ֆիշկան իր փափկությունն է, չգիտեմ, փոսերը համարյա չեք զգում, մի խոսքով կոմֆորտ ու յուտը 10-ից 10։ Deepal-ը 4-ը։ Հետո BYD-ն ունի վաորդի մարդավարի դիսպլեյ, հարգարժան Չանգան Deepal ջան, այդ խնդիրը դզեք վազելով։ Ինչա ազդում է ձեր վաճառքների վրա։ Լիքը մարդ չի ընտրում Deepal, որովհետև չունի այդ անտեր դիսպլեյը, չունի պրոյեկցիա այն ինչ անկապ, ճպցրած պարբեսի վրա։ Ոչ մեկին պետք է այդ պրոյեկցիան, պետք է վաորդի դիսպլեյ, մարդավարի, որ վրան գրված ունի լիքը ինֆորմացիա։ Ակերի ճնշում, հեռահարություն ինչքան մնաց, ժամը քանիսն է, մի խոսքով էլի մարդավարի, այլ ոչ է տապորավարի պրոյեկցիա։ Ինչ մի հատիկ ինչ-որ փուչուրիկ թվով, որը որ այս վերջերս մարդիկ չեն կարող գտնենք, ավտոմիկի չհետևին, պարզվեց այդ պրոյեկցիան խոտի վրա է ու չի երևում։ Լավ չեք դուք։ Մի խոսքով Siline 06-ը հաղթում է միանշանակ դրանով, հաղթում է ընդհանուր սրահի կոմֆորտով, ինքը շատ ավելի ընտանեկան մեքենա է, իր մեջ քարսից շատ ավելի հեշտ ու ավելի ճիշտ կտեղադրեք, քան Deepal-ի մեջ։ Իր հետևի նստատեղները շատ ավելի երկար են, Deepal-ը մի քիչ կարճ է, առհասարակ հետևի տեղը շատ մի քիչ ավելի շատ է, քան Deepal-ի մոտ։ Մի խոսքով լեն ու բոլության, հարմարավետության, ֆիզիկական կոճակների արկայության, վաորդի դիսպլեյի արկայության առումով Siline 06 ցբխումա Deepal-ին պատերով։ Եթե դիտարկում ենք արտաքին տեսք հզորություն, ուրեմն իհարկե Deepal S07 ցբխումա Siline 06-ին պատերով։ Երկուսն է պանորամա ունեն, երկուսի պանորաման էլ չի բացվում, ինչը համարվում մինուս, որտեղ օրինակ Sonic Plus-ի մոտ բացվում է, Ion Plus-ի մոտ բացվում է, ինչը մեծ առավելություն համարում, հատկապես այդ ֆորտոչկայի թեթև sense որ բացվում ֆորտոչկայա ծառայում, որ օդ մտնի ավտո, մեծ առավելություն է։ Մի խոսքով պանորաման չի բացվում իրանց մոտ։ Վերնախցիկի առումով երկուսն էլ պլյուս մինուս հավասար են, կարծեմ 600 լիտրին շուրջ։ Deepal-ի մոտ դե բացակայում է ֆիզիկական կոճակները, start-stop-ի կոճակ էլեմենտար չունի, հարգարժան Deepal ջան, մեռան կասել դզեք է, էլի ինչ կա։ Դուք ավտոն միացնում ու ավտոն անջատում եք, մենակ բանալիով լոկ ուրիշ ձև դուք չունեք այդ ավտոն միացնելու կամ անջատելու։ Իսկ BYD-ն ունի մարդավարի կնոպկա, start-stop, բանալիով է կարակ start-stop-ով կարակ։ Մի խոսքով իրոք դժվար է ասել որն է լավ, ես արդեն ասած տարբերությունները իմ կարծիքով դուք ձեր համար արդեն
ինչ որ պատկերացում կազմացիք, եթե լրիվ նոր եք մտել այս ոլորտ, որակային առումով երկուսն էլ կարելի ասել հավասար են, երկուսն էլ որակով են։ Թե BYD, թե Չանգանի որակը տեղն է, թե Խադավոյի, թե լաքապած շերտը օքեյ է, ված չի։ Միջին ցուցանիշ, ոչ վատ, մի 150-160 միկրոնի շուրջ։ Ցինկապատ են երկուսն էլ, ինչը կարևոր է, որտեղ օրինակ նույն Չանգանի թողարկած Mazda IZ60-ը ցինկապատ չի, ինչը абսուրդ է, ասենք $29000 հանստաս ու ավտոն ցինկապատ չլինի։ Լավ չեք դուք։ Մի խոսքով երկուսն էլ ցինկապատ են, երկուսն էլ հետևի քարշակ են։ Միանշանակորեն ամենալավ ընտրությունն է այդ 27500, հիմա թանկացել է գները, առաջ вообще 26-ի կարգի էր։ Այդ գնի մեջ ամենալավ ընտրությունը կամենա, то есть ուրիշ ավտո այդ գնի մեջ ես կարծում եմ չկա։ Կա Leap Motors-ի 11 ավելի թանկ, 29-29.5 կամ Mazda IZ60 ավելի թանկ, էլի 29-29.5, բայց որոնք որ զիջում են, գին որակով զիջում են Sciline 06-ին ու Deepal 07-ին։ Մի խոսքով գին որակով առաջատար իրանք են շտապեք կվոտայի մնաց 2 ամիս պլյուս մինուս համարյա ժամանակ չմնաց Ժողովրդյան։ Եթե պատվեր եք անում, հիմա արեք։ Գալիք ամսվա սկիզբ արեք, որտեղ կոտան ավարտվելու է սեպտեմբերի սկիզբ մոտարապես։ Կարող է սեպտեմբերի կես ձգի, բայց մենք որ վատով ենք հաշվում սեպտեմբերի սկիզբ։ 2 ամիս բանա մնացա։ Ուզում եք կոտայից օգտվեք, շտապեք։ Որտեղ մյուս տարի կոտա դժվար լինի։ Այս մեքենաները գտնելը էլի հիմա դժվար է, տենց թափած չեն։ Հիբրիդն է թափած։ Չանց դա արդեն դժվար է գտնել։ Մի խոսքով Չինաստանում ավտոյի սով է։ Դա հաշվի առեք։ Ինչ որ մեքենա գտնելը խնդիր է։ Հատկապես եթե մեքենա հորգոսում չի, դա արդեն թեմա է, դա կոտայի մեջ դժվար տեղավորվի։ Իսկ հորգոսում մեքենաների քանակը շատ քիչ է։ Բոլորը ծախված է, գժի պես սաղարում են, որ հասնում մտնեն կոտայի մեջ։ Մի խոսքով Viber, WhatsApp, պատվեր Չինաստանից շտապեք, եթե ուզում եք օգտվեք կոտայից, մնաց 2 ամիս։ Շնորհակալություն։